Կարող եք պատմեք Խոսրովի արգելոցի մասին։ Խոսրովի անտառը ստեղծվել է Խոսրով Կոտակ թագավորի կողմից 334-ից 338 թվականներին, որպես պետական արգելոց կազմավորվել է 1958 թվականին, զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք եւ բաժանված է 4 տեղամասերի՝ Գառնի, Կաքավաբերդ, Խոսրով, Խաչաձոր։ Խոսրով Խաչաձոր տեղամասեր մուտքը Վեդու կողմից է, Գառնի Կաքավաբերդ տեղամասեր մուտքը Գառնի գյուղի կողմից է։ Թանգարանը կարևոր է նրանով, որ այստեղ ներկայացված են պետական արգելոցում հանդիպող բուսատեսակները եւ կենդանատեսակները։ Խոսրովի անտառը կազմելով ընդամենը Հայաստանի 1%-ը աչքի է ընկնում բուսական եւ կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ։ Ինչ ամենահետաքրքիր է այստեղ ներկայացված, կարող պատմեք։ Սև անգղը, այս թռչնատեսակը ամբողջ Հայաստանի տարածքում բնադրում է միայն Խոսրովի անտառում։ Բույնը կառուցում է գիհու ծառերի կատարին, արգելոցի առավելապես Խոսրով տեղամասը։ Ներկայացված է Գոռավանի ավազուտներ պետական արգելավայրը հանդիսանում է Հայաստանի միակ անապատային տարածքը, նշանավոր է գեղածնկիկ կամ ջուզգուն բույսով, այս բույսը ամբողջ Հայաստանի տարածքում աճում է միայն Գոռավանի ավազուտներ պետական արգելավայրի տարածքում։ Գորշ արջը համարվում է արգելոցի ամենախոշոր գիշատիչ կենդանին, միակ գիշատիչ կենդանին է, որ երկար ժամանակ կարող է մնալ առանց կենդանական կերի, մարմնի երկարությունը հասնում է մինչև 200 սանտիմետրի, քաշը մինչև 300 կիլոգրամի։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից է նաև բեզոայրյան այծը, որին անվանում են քարայծ կամ մորուքավոր այծ, ինչու մորուքավոր այծ, որովհետև արուները դնչի տակ կրում են երկար մորուք, որը կարող է հասնել մինչև 20 սանտիմետրի։ Ամենաթունավոր օձը Հայաստանի տարածքի դա Կովկասյան գյուրզան է, որի մարմնի երկարությունը բացառիկ դեպքերում կարող է հասնել մինչև 2 մետրի։ Լուսանը գիշատիչ կենդանիներից աչքի է ընկնում, Հայաստանի երկրորդ կատվազգին է համարվում մեծությամբ, լուսանին շփոթում են ընձառյուծի հետ, բայց նրանից տարբերվում է, որ լուսանները իրենց ականջի ծայրերին կրում են մազափնջեր, իսկ ընձառյուծի ականջի ծայրերին մազափնջեր չկա։ Լուսանի պոչը ավելի կարճ է, իսկ ընձառյուծի պոչը երկար է, մինչև 1 մետրի հասնում է։ Թանգարանում նաև առլոպ հավելվածի միջոցով կարող են նկարվել Կովկասյան ընձառյուծի հետ։ Ընձառյուծը նույնպես Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից է։ Արգելոցի տարածքում ընդամենը հանդիպում է 1 ընձառյուծ, իսկ Հայաստանում ընձառյուծների թիվը կազմում է 10։ Եթե համեմատենք այլ քաղաքների հետ, ինչով է տարբերվում Վեդին։ Վեդին այլ քաղաքներից շատ է տարբերվում։ Մարդկանցով, ասենք Վեդին ինչով է տարբերվում, ասենք նայ Արտաշատում լիքը գործարաններ կան աշխատող։ Ստեղեր կան, բայց քիչ է։ Արտաշատում կա Ալֆրուտ, այնմիսնա, լիքը պահածոների գործարան կա, խաղողի գործարան կա, Վեդիում կա մենակ Վեդի ալկո, մեկ է Գրիգորյան Արագնու Արամայս Ավշար ալկո, որոտման ջրի խնդիր կա, դաշտերը մարդիկ չեն կարում լավ իրանց դաշտերը մշակեն, շինարարություններ կան, օրինակ մեր տան դեմի դպրոցը, երրորդ դպրոցը, որ սարքում են, Ավականի դպրոցը, պետական բանվորներ են աշխատում, բայց մի վաղ պարսիկ են բերել արաբ, հնդիկ, հիմա չկա։ Իսկ ձեզ համար ինչ է նշանակում Վեդի քաղաքը։ Վեդի քաղաք իմ սրբությունն է, առաջ Ավանա էր է, միջով 92-3 թիվը, որ 4 թիվը, հետո ելավ քաղաք։ Առաջ Ավան է, գյուղի նման էր, կողը Գյորևաննա, ներքևը Վանաշենա, Գրիգորյան
գյուղն է, Վեդի քաղաք իմ սրբությունն է, իմ մանկությունը ստեղ է մեծացել։ Ես ճիշտն ասած մերոնք Արտաշատից են եկել, մերոնք Խոյից, Վանից, Մուշից են արտագաղթել, եկել են Քյավառ, Լենական, Կիրովական, եկել են Մասիս, Արտաշատ։ Ես Արտաշատում եմ ծնվել 82-3 թվականից նոր եկել ենք Վեդի։ Վեդին չեմ կարող շատ ուրիշ բաներ ասել, կարելի է համարել որպես իմ երկրորդ ծննդավայր։ Ձեր թանգարանը, ձեր արգելոցը որ երկրից մարդիկ գալիս են, այցելում են։ Արգելոցի տեսարժան վայրերից են նաև Վահագնի եւ Աստղիկի ջրվեժները, որը հանդիսանում է արգելոցի հիմնական տուրիստական երթուղիները։ Արգելոցի տարածք գալիս են տարբեր տարածաշրջաններից եւ երկրներից, հիմնականում Ռուսաստանից, լինում են հյուրեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից։ Կազմակերպում են նաև ճանաչողական տուր դպրոցականների համար։ Այդքան հասկացա, եթե մարդը ուզում է այցելի ձեր թանգարանը, ինքը ոչ մի բան չի ոչարում։ Թանգարանը անվճար է, եթե արդեն ուզում են գնան պետական արգելոցի տարածք, ընտրել են ինչ-որ երթուղի, մենք ունենք տարբեր երթուղիներ, որտեղ այցելուները գնում են, վճարովին է արդեն երթուղիները։ Կարող են գան այցելել թանգարան, ոչ մի վճարում չեն կատարում, եւ ընտրել երթուղին, երթուղու համար համապատասխան վճարումները կատարել եւ գնալ արգելոցի տարածք։ Վեդի քաղաքը ավելի հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, համայնքը, ասենք Վեդի քաղաքը չէ։ Մեզ մոտ հենց այցելում են հրեշտակների ձոր, Խոսրովի անտառ պետական արգելոց, Տափի Բերդ։ Մյուս համայնքների համեմատ ավելի հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։